Ղարաբաղը ինքը հեշտ տեղ չի եղել։ Ինքը ամեն մարդ էլ չի կարող այնտեղ ապրի։ Ես ինչի համար նաև շատը Գորիսում մնացի, որովհետև այստեղ ավելի մենտալիտետով ավելի նման են իրար, հա, գորիսեցիներն, արցախցիները։ Մտածալ չենք, ևեր կարող է հետ չկյանք։ Էլա մտածանք, որ 44 օր մի պենայինյան անցանք ինան ետ կյանք։ Բայց հիմնական մենակ վախը բոլ է, էլի, որ վախում են ու չեն պաշտպանում են ինչ որ իրենց համար թանկ է։ Գնահատեցեք ձերս, ասա ես պահյան վղը, վենը որ ձեզ ցորենը գցում եք, ջիրում եք արտատա։ Podcast Ստիկած դու էլ սկաց։ Podcast-ը շարունակում է յուրան եթերը Գորիսից եւ մեր հաջորդ եւ հետաքրքիր հյուրը Արթուրն է։ Ես գիտեմ, չունի քուրան բնութագրում է Երևանցի թա Ստեփանագերտցի, էսա ինքը կպատմե, որովհետև յուրան ճակատագիրը մի քիչ ավելի ոչ ստանդարտ է, այդ առումով ինքնության հասկանալու ավելի շատ տղան է, թան տղան, Արթուր Հունցըկ։ Լավ, շնորհակալություն վերցնալով մեր հրավերը։ Մենք շատ հետաքրքիր պայմաններում ենք գտալ Արթուրին։ Պրոստը ակուշկին տական կանչալն կասանք այդ սերսեր մի պատարանջատեցիկ պենք նկարում, պարզալավեր ստեղ вообще շատ հետաքրքիր պենք կա նկրելի ու հենց այդ շատ հետաքրքիր թեմաներից է խոսլանք Արթուրին հետ։ Արթուր, մաս պատմացեք վեր 16 թվականին եք որոշալ վեր քինամակ Արցախ ապրիք, հունցուկ եկալ այդ որոշմանը ու հունց հայելալ Արցախում ձեր առաջին տարին են։ Ուրեմն ոչ թե 16 թվին եմ որոշալ վեր Արցախ քինամ, այլ շատ ավելի վաղուց։ Նույնիսկ մանուկ հասակից են, որովհետև միշտ որ գնացել եմ, եկել եմ բարեկամները։ Բարբարավ։ Ընդեղ են էլ դի միշտ զգալ, չգիտեմ խի, ներքին է դի զգացումը, որ միշտ զգում, այնտեղ Ղարաբաղում ապրողը դա կհասկանա, ընդեղի ամեն ինչը։ Հետո արդեն կրթություն ստանալ, կայանալ և այլն, արդեն պահող բան էլ չկար ինձ Երևանում։ Ու տենց որոշում կայացրել եմ, 16 թվի աշնանը գնացել եմ Ստեփանագերտ, սկզբից մի 6 ամիս ընդեղ ապրել եմ, հետո տեղափոխվել եմ Պապիկի գյուղ, Պապական գյուղ։ Այդ շտեղա Պապիկի Նախճեվանիկ, Պիրումյանների գյուղ։ 16 թվականի քարորյան կապ ունե որոշման հետ, թա պարզապես թվական։ Ամեն ինչը կապ ունե, մարդ որ ապրում է, ամեն մի իր էմոցիան իր մեջ նստվածք է ունենում։ Ու դրանից կախված արդեն ինքը որոշումներ է կայացնում։ Նես չի ոնց որ մարդը հենց այսօր ապնացավ ու ինչ որ որոշում կայացրեց, չէ՞։ Այդ որոշումները եփում են, հետո մի պահ անում ես ուսը։ Ոնց արել կյանքը Ղարաբաղ 16 թվականից մինչև տեղահանություն։ Ինչն է ամենաշատը տպավորվալ, ինչն է ամենաշատը սեմը հենք տեղահանությունից հետո հաճախակի հիշում։ Տպավորվելը գիտեք ոնց է։ Բարբարավ, Արթուր։ Անդե կամ մերան թույլ չի տամ։ Մոզ իշեցեք։ Մեր ֆորմատն է Բարբարավ։ Լավ հասկանալի է։ Ղաթում ընդի ելկասիմ, որովհետև կապը ես փորձում եմ կապը իրար հետ պահեմ, լիտի մեկնաբանենք։ Ընդհանրապես Արցախում ապրող մարդը չի կարող որևէ պենան չտպավորվի։ Ամեն ինչ անեմ տպավորված, բնությունից սկսած մինչև մարդկային հարաբերություններ, թե հեշտ, թե դժվար, թե ամեն մի վայրկյանը, այնտեղ ամեն վայրկյան տպավորություն է։ Ամեն դա բարձի դրանից էլ մարդուց է կախված։ Այդ մարդը ինչ պահանջներ ունի, ինչ է ուզում, ինչ է տեսնում, ինչ է ուզում տեսնա։ Դուք ինչը կոզալտասնակ ու ինչը կտասավ, ոնց մարդիկ դիմավորածս, ոնց հասկանում են։ Դե գիտեք ոնց է, Ղարաբաղը ինքը հեշտ տեղ չի եղել։ Ինքը ամեն մարդ էլ չի կարող այնտեղ ապրի։ Որովհետև այնտեղ որ եթե չես ապրում, չես արարում, չես ստեղծում, շատ դժվար է։ Կուլ կտակ ես Ղարաբաղը։ Պետք է ստեղծես, արարես, այնտեղ անընդհատ ինչ-որ մի բան անես։ Օրինակ ես որ գյուղում ապրել եմ, եթե գյուղում մարդը ապրի ու ոչինչ բան չանի,
չի կարող ապրի։ Կկործանվի ուղղակի բացարձակ։ Ես այնտեղ ահավոր ամեն օրը տանջալիս աշխատանքի մեջ էի գյուղատնտեսությամբ։ Ես գյուղը շատ եմ սիրում, ահավոր շատ եմ սիրում։ Ու հիմա էլ որ ստեղ ապրում եմ, հյուրանոցում տանջանք է, առավոտ դուրս եմ գալի իրիկունը գնում հյուրանոց, չեմ կարողանում։ Դաժե երեկոյան գալիս եմ ստեղ այգին շանը որ բերում եմ, շանս բերել եմ էլի հետս։ Բերում եմ իրան բաց եմ թողում, ես այգին ջրում եմ, ստեղ ուղղակի այդ տպավորությունները այգին ջրելու բանի որ էլի լինի։ Արտուր, ասում ենք վեր դիժեր կյանք հավաքապրալ, բայց դիժեր չէ, ներողություն, դիժեր չէ։ Ինձ համար դա գերագույն հաճույք է։ վերաբեր ապրեյսինը բոլոր արցախցիները։ Հունց կլալ համատեղ է իստեղ բրուտագործությունը ու այն շենին կյանքը դիժեր վեր լոխն ապրում։ Որ սկզբից գնացել էի 6 ամիս որ ապրեցի Ստեփանակերտում։ Այնտեղ պալիտի շենքում էի որոշ ժամանակ աշխատում, տենց փորձում էի աշակերտներ բան հավաքեի, բայց դա այնքան շնետարկրությունը չկար կամ գովազդը քիչ էր կամ եւ այլն եւ այլն։ Բայց Արցախում գյուղում մանավանդ ես մենակ դպրոցում դաս եմ տվել։ Նկարչության դասերը Նախիջևանիկում, հա։ Իմ գործով չեմ զբաղվել, որովհետեւ պլաններս մի քիչ ուրիշ էր, էլի որ ընդհանրապես արվեստով զբաղվելու համար պետքա եթե լուրջ արվեստով ուզում ես զբաղվես, դες չեմ համարում որ սա լուրջ արվեստ է, սա ուղղակի այս պահն է, այս իրավիճակից դուրս գալու ինչ որ հլվոր արվեստ չեք տեսնում դուք ստեղ։ Ես մինը դելա կոնկրետ արվեստի գործը Արտուր։ Դե դա ամեն մարդ ընդհանրապես աշխարհը ընկալում է իր գիտելիքների սահմաններով, չէ։ Չէ, դուք ոչ թե սահմանափակ եք, դուք ուղղակի տեսնում եք գեղեցկություն։ Իսկ իմ հասկացողությամբ արվեստը դա ասելիք է, ոչ թե գեղեցկություն։ Դե դուք ըսացեք վեր շատ ասելիքներ ունեցեք, շատ գործեր։ Պետք է լինի, որոշակիորեն այնտեղ կա ասելիք, որ ավելի շատ արվեստի մոտիկ է, ստեղ ուղղակի սա արհեստի կողմն է։ Բրուտագործությունը ձեր հիմնական մասնագիտությունն է։ Բրուտագործություն չի, չէ, ես սովորել եմ, ավարտել եմ Գեղարվեստի ակադեմիա, Թերնավեզյանը, դրա համար եմ ասում, որ այնտեղ արդեն վերցրած ամեն ինչ վերցրել էի, ինչ որ ինձ պետք էր։ Էլի զբաղող բան չկար։ Իսկ գյուղում ես բացարձակ չեմ զբաղվել արվեստով։ Մեկ-մեկ նկարում էի ուղղակի ազատ ժամանակներին։ Նպատակը այն էր, որ ստեղծել ես մի հատ կապիտալ, ինքնուրույն աշխատող, որ ինքը իր համար աշխատի, ես ինձ համար այնտեղ ստեղծագործեմ։ Արվեստագետը նաև ասելիք պիտի ունենա, այդ գործերն առաջնահերթ պետք է ասելիքով պատված լինին, խոսենք այս դիմակներ հիշեցնող ծաղկամանա ինքը։ Հա։ Ու հասկանանք ինքը մս ինչ է ասում։ Դեկորատիվ աշխատանք է։ Այս երևի այսպես դնենք, որ կամ դեպի ձեզ այնտեղ Արցախի սիմվոլն է, դրոշի վրա բաժանող, հա, որ մի կտորն է Հայաստանի, իսկ դիմակները այնտեղ ամեն մեկը մի ասելիք ունեն, մեկը բղավում է, մեկը անտարբեր է, մեկը եւ այլն, ոնց որ մարդկային մեր հասարակության մեջ են։ Այնտեղ երկու հոգի են կանգնած հիմնականում, որ իրար հետ կարմիր գույներով էլ է, սառը եւ տաք գույներով առանձնացված է, էլի իրանք որ նայեք, այնտեղ կապույտների դեպի գնացող, ստեղ դեպի կարմիրների, դեղիների, տաք գույներով էմոցիոնալ դաշտն է, էլի որ մի մասը պայքարում է, ձգտում է, որ ունենա պահպանի, իսկ մի մասը հավասարին է։ Դուք հավասարին վեր կողմի մարդ։ Ինձ տակերից ավելորդ համեստության այս հարցը։ Երևի հարցին ուրիշ կերպ պատասխանեմ, հա, ես որ եկել եմ ու Գորիսում եմ մնացել։ Դա ինչ որ բան ասում է, չէ, երևի։ Շատ բան ասում։ Հա։ Ոնց ու մեծ մասը հեռացել են ստեղից, չես հասկանում, իր կոնես օդը վեր կյամա անդղան, թող պպենը վեր կյամա, ինչ որ պենս զգում, էլի հոգևոր կապ ես զգում, թեպետ ես ոչ մի բանի դեմ էլ չեմ կանգնում, որ ասեմ ինչ որ մի բանից վախենանք, ինչ որ մի ասելիք չասենք, ասել եմ, արել եմ։ Ցանկացած բանը։
եկած օրվանից էլի որևէ մեկից ինչ որ Այսինքն համաձայն չեք այն տարածված մտքին հետ, որ արվեստն ու ենթադրենք քաղաքականությունը դրանք անհամատեղելի են։ Դուք կարծում եք, որ արվեստագետը պիտի նաև ունենա հստակ քաղաքացիական դիրքորոշում։ Ասեմ, ուրեմն բոլոր ժամանակներում նույնիսկ այդ շարժման ժամանակ առաջին պատերազմի հիմնական շարժիչ ուժը ելա արվեստագետների օգնությամբ։ Մի սերուսք ա եղել դա Շիրազից սկսած միջև գաղափարները հասարակ ռամիկ մարդը գաղափարներով չի ապրում։ Գաղափարներով ստեղծում են առաջ են տանում ինտելիգենցիա, մտավորականությունը։ Ու հիմնական պայքարողը, հիմնական գաղափար կրողը իրանք պետք է լինեն։ Իրանք ելել են, բայց Հիմա չես հասկանում, թե ինչ է կատարվում։ Ես ուզում եմ բոլորն էլ իմանան, որ ամեն մեկը իրանք որպես հայ լինելուն հետ է, պետք է իրանք վրա այդ պատասխանատվությունը կրեն, իրանք հայրենիքը պաշտպանելու խաղաղ պայմաններում։ Ես համ պատերազմական իրավիճակում ումելալ Ռամաչին, համ խաղաղ պայմաններում ումելալ, համ Տեկուզ Ղարաբաղում միջև 20 թիվը էլա ժողովրդի հետ միշտ խոսելիս վեր ասում խելքի եկեք լի դիպեներ անում եք, գնահատեցեք ձերս, ասես պահայան վղը, վենե որ ձեզ ծորենը կցում եք, ճիրում եք արտատամ, ըրմակ են ձեր գործարեցեք, լենդի անում եք։ Դե պետք է գնահատել, պետք է աշխատել, են Ռամիկ Մարտին էլ պետք է ով է հասկացնելու։ Ռուսնա գալու հասկացնի կամ էլ ամերիկացին կամ եսիմով։ Մեր մշակույթը կրողը պետք է հասկացնի, որ գիտելիք ունի, որ բազա ունի, որ գիտի ինչ է նշանակում։ Իմ տեսանկյունից էս այդ պատկերված այդ պայքարը դա այսօր մեզ ավելի շատ է պետք, քան առաջներում, որովհետև այն անկյունում գտնվող այն սառը մարդիկ, չգիտես, վախն է իրանց մեջ, չգիտեմ, անտարբերությունն է, մենք քրիստոնյա ենք, չէ, ավելի շատ են, ուղղակի չեմ ուզում մարդիկ իրանց վիրավորված զգան, որ ասեմ ինչ որ է, բայց հիմնական մենակ վախը բոլ է, էլի, որ վախում են ու չեն պաշտպանում են ինչ որ իրանց համար թանկ է։ Մենք էլ չենք պատահական Գորիսում, Արտուր, եւ ուզել ենք հասկանանք, արդյոք ստեղ կան արցախցիներ եւ շատերին հեծետ քամին են ապահում վեր կյաման Արցախից եւ այդ օդը մտնոլորտը վեր ասում եք, արդյոք շատ են արցախցիներ հանդիպումը արցախցիների եւ արդյոք տածս ուրխցնում է թե չէ։ Գիտեք ոնց է, խնդիրը այստեղ կոնկրետ արցախցիները չեն, ես ինչի համար նաեւ շատ Գորիսում մնացի, որովհետեւ այստեղ ավելի մենտալիտետով ավելի նման են իրար, հա, գորիսեցիներն ու արցախցիները բարբարով, մտածելակերպով, իրանց թեկուզ բարությամբ շատ մեծ տարբերություն կա ստեղի ժողովրդի եւ ստեղից ենկոմ մի տեսակ ուրիշ ձև են ստեղ, թեկուզ բերենք բարձ օրինակ կենթանիների հանդեպ վերաբերմունքով որտեղ ես հիշում Երևան ես կոմենքում Ուրիշ ձև ունի վերաբերվում ամեն ինչին, իրանց շրջակա միջավայրին, անտարբերություն, բան տեսել եք Գորիսի մաքրությունը, էլի։ Ստեփանագերտն է հիշեցնում մաքրությունը։ Ու նման նման դեղի այդ աուրային, էլի։ Դա չգիտեմ, ստեղ մնալով ամեն դեպս ինձ կապ եմ զգում ընդեղի հետ, այդ է պատճառը որ ստեղ մնում, իսկ ժողովուրդը կային, շատ կային ստեղ, բայց դե կամաց գնում են։ Ինչն է մարդկանց տղան հեռացնում։ Չեմ կարող ասել։ Ես իրաց կաշվի մեջ չեմ եղել։ Ծոզ ինչ կար է հեռացնես տղաս։ Ինչ։ Գիտեք ինչ է հետարք, երբ որ Ստեփանակերտում ենք։ Երբ որ արդեն առաջի դպրոցում ենք գնում, լիմոնք Բերվի շկոլում ենք գնալիս։ Որ արդեն լողքեց ալան։ Չտու քինայում չում լի, շանն հետ ընդեղ դույսումը նստած եմ։ Դա խր մաման էլ մեծ կինա տեսալա որ լող կինաման չես միշել էլի։ Ասում ինչս մտածում ասում լող քեցեն է։ Ասում կինաման կինա։ Դի կախես մաչին տավարում չի լիվեր դյուսկյանք ինչ որ կինաման չեմ հասկանում
չի ընդունում, ուղեղը հասկանում եմ, տեսնում եմ, բանական մարդ է, բայց ուղեղը չի ուզում ընդունի, որ ես այդ պահին պետք է նստեմ ու լքիմ։ Դե որ տեսա պատառ են անում, արդեն վատ ազգում բեմ են, դե ստիպած ես էլ նստեցի ավտոբուսը, դեպրիտոմ տեղ չկար, էլի շան հետ մի ձև, պետ պատմությունների շան հետ, ոնց եմ ես բերել իրան, հայտարարել։ Էդը մոզել հրցնիմ, որովհետև մխլամարտիկ շատ մոտ ցավավ, բայց պատմում են իրենց կենթանիներին բերան։ Լավ էլի։ Դուք էլ նույնիսկ ավտոբուսով եք բերել, ոչ միայն ավտոբուսով, տրակտորով, տրակտորից կախված։ Ես իմ մաշինն եմ թողալ ամեն ինչ թողալ։ Այն միջայլոց նկարների կերամիկայի կոլեկցիան լրիվ հսկա կոլեկցիա։ Ով թողալ։ Վեր հիշում։ Բախը մաշինը բերալ չկցեր։ Դե բնավ դուս եկալ մուք սարավ։ Ես 4 կողմից փագած, աղդամից, այն կողմից։ Դե այդ մոմենտին պանիկա էլ է, հենց Ղարաբաղում պանիկա էլ է։ Կարար նաև ուրիշ պենիներ, կարար նաև պիրի, բայց դե Միխիլամարտ մաշինեն թողալն շենում։ Եթե մտածում չէ։ Ձեր շոնն էլ է, տեղահանված շոն է։ Ինքը ոնց է հարմարվա Գորիսին։ Երևանը եմ այդ արալ հետս ընդեղ։ Արդեն համարյա 10 տարեկան շոնը։ Հետո վերցնել տեղափոխվալ աղարա։ Չէ, մեծ արդեն իր բոյը արդեն ուներ, մեծ շոն է։ Չէ, մի տարեկան էլ է։ Մի տարեկան։ Կյանքի մեծ մասը անցկացրել Արցախում, Արցախի շոնը։ Ձեր շան անունը ինչ է։ Գայլուկ անունը։ Գայլուկ։ Առաջին հայկական անունը լի վերես պտացը։ Այսքանից հետո հայկական չիներ։ Այդ 44 օրյայով հետարքիր է կենթանին, էլի ինքը շատ ինտելեկտով շատ խելունք է։ Վխեցալ, ասես երան, շատ շներ գիտում էր վխեցալ։ Ինքը այնքան էլ չի վխեցալ։ Բենա, ինքը լաբորատորի մեկ էլ սև ավճարկայի խառնով, դա պատկերացրել դրա գեները ինչքան խելունք կնի, էլի, նա խառնված։ 44 օրյա ընթացքում 44 օր տանան դուս չի եկալ, հյատան դուս չի եկալ։ Հիմա հետ եմ կեցալ, տեսալ հետերը։ Դուք շտեղը քիլար։ Աղդամ։ Բենա, երկրորդ անգամ արդեն որ ես պետքա դուրս գայի, այս վերջի բենավը։ Նես չի լի, ազնիվ ասում, նես չի որ ասալում։ Մտածալ էլ չենք, ևեր կարող է հետ չկյանք։ Էլա մտածանք որ 44 օրյա մի պենայինյան անցան կենան ետ կյանք։ Ասալում դու կենա, ոչմ հոգսը քշրանա լիվյան, հավերը պենա ու դուլանակին է։ Ոչմ մեկ էլ որ արդեն զենք զինամթերք վեշ մեշոք հավաքած արդեն դրբզանոզեմ դուսկյամ վերջանը կուտրադելավ ղաթավ դուս եկավ։ Դղդղկոցը դրբզավը եկավ, լի չմնաց լի արդեն հիշում է։ Վերեն մի դնում ես դի հատ այդ վիճակավը դուս եմ եկավ, երկան ժամանակ ետ չում եկավ։ Այս մի դնում իրան կուտրադելավի դուս եկավ։ Ոզում հասկանամ լի, ասում են կենթանիա, հեյվանա, հասկանում չի, գլուխ չի ընկնում։ Մունքել է շատ խրիկ պեն ենք գիտում կենթանիների մասին, մեր շրջակա միջավայրի մասին։ Այն տարածքով որ ես քեցալում դուսկյամ, սարավը, այս շոնը տեղ կյանքում էլ ես չի։ Կյանքում բնը պիտի ինդի քեցած չի։ Ինք դուս եկավ վազտալավ քինած պիտի են հանգիսներին անգյունը, հակառակ կոմը, որ ես հակառակ կոմ պիտի քինեի։ Ասում դե քինալի գլուխ պահալանալ է խախր ուժեղ շոնը։ Ծանոթ տարածքին։ Քեզ համարտեն սարին կեսը պիցացած մեկը տեսնամ կողքավես մի պենգյուլի նման թրան։ Կան գլուխ ընկալի որ շոնն է։ Մի հանդի չկլի անումը գայլուկ տիրել։ Չէ, ես գայլերին նմանություն ունի պատար, թոլավախտը բաշե նմանել է, համել ես գայլերին շատ եմ սիրում, այդ կենթանիներին իրանց կենսակերպամը ինչը։ Այդ առանձին թեմա է։ Տենց ինձ հետ միջև այրոպորտը դի եկալ է։ Դեն դղան ետ արդեն ես կարել չասեի թող մնա 5-րդ նման մի պենա ինձ հետ է։ Եվ մզ ամենաշատը միանգամից ուշադրություն գրաված ու տպավորած այս զանգի մասին եմ ուզում խոսենք, ինքը լեհանդի դեկորատիվ չի, արդեն մեծ հնչեցրալը ձայնն էլ ենք սկացալ, էլի շատ տպավորիչ է, ինքը հիբիա ստեղծվալ, խեյա ստեղծվալ, ինչ նշանակությունը կտիրալ մեջին, եթե տիրալ եք։ Նոր եմ սարկալ, դիշուտ բանից չի։ Կալ մի 3 օր առաջ եմ վառանից հանել։ Երկան ժամանակ չորած հալամուտ մի 2 շաբաթ։ Բայց դա հիմնականում
մտցել եմ այս Սյունյաց Սյունիքի այդ գաղափարախոսությունը լի հավատքի իր որ ինչ ունենք ու ինչքան չենք գնահատում աշխարհը ընդհանրապես շատ տեսարժան վայրեր կա չէ ինչքան են գովազդում ինչքան են տվյալ երկրները իրենց տաղմանները պահում աշխարհում շատ քիչ տեղեր կան ինձ շատ քիչ չի բայց ամեն քայլափոխի չի էլի sense տեսարաններ Գորիս գյուղի այդ ժայռերը Շատ մարդիկ ամենօրյա ապրում են իրենց սովորական է իրենց հետ, բայց երբ որ ասում եմ, երբ որ կորցնում ես այն վաղ ես խադրը իմանում։ Հիմա այս հրաշքը ճիշտ է ամբողջովին ճշգրիտ նույնությամբ չի, բայց դեղ խաչեր կա է վերևները դրած։ Ես 3 հատ եմ արել, ըստ թեմատիկայի հետ, Սուրբ Երրորդության հետ կապված։ Դա Գորիս գյուղի եկեղեցին է, նոր 14 թվին, հա, կարծեմ վերանորոգվել է։ Ու պատկերները, որ խումբ այս ժայռերը, ինձ ուշադրություն դարձնեք, այնտեղ տենց չի։ Այնտեղ կա, ասես մի երկար շարքով գալիս են, բայց այդտեղ որ ես սարքել եմ, իրանք խումբ են։ Այդտեղ ընդ կա մի հատ, ասես բանով խմբերով են։ Իմաստը այդ խումբ լինելու այն է, որ մեր ժողովուրդը էլի կանքելի մեր ժողովրդին, չէ, էլի ինչ-որ կուսակցություններ ասեմ, ինչ-որ գաղափարախոսություններ ասեմ, կրոնական ինչ-որ մի խմբավորումներ ասեմ, բոլորին առանձնացրած խումբ ու չեն ծառայում մի նպատակի։ Ամեն մեկը առանձին իր համար, մեկը բարձր, մեկը ցածր, մեկը 10 հոգի են, մեկը 20 հոգի են։ Բոլորը պետք է հավաքվեն, համախմբվեն, գնան, մտնեն այս դռնով ներս։ Բայց շուտը չեն գնում։ Ու առանձին իրանց համար կոմֆորտ է էլի այդ վիճակը։ Չես հասկանում ոնց է կոմֆորտ այդ վիճակը, եթե մեկը մյուսի հետ համերաշխ չեն, մեկը մյուսին չեն զգում, որոշի բան։ Այսօրվա մեր հասարակության մասին է էլի խոսքը, իմ պայքարը, իմ ասելիքը անընդհատ դրա մասին է։ Այս զրույցի մեջ մի շատ կարևոր պահ էլ է ինձ դե վեր Արտուրն ասում է կարիք ուղակի փնտրիկ թատուքին չկոզյուն վեշթա այն ինչ վեր կյանքցս տամա Անտունիկ կամ անընդհատ հետևիկ դրան ես ոզյուն վեր մեր իշողներն էլ մի պահ մտածին իրանք ինչ են փնտրում եւ այդ փնդրտուքի փնդրածի հետևից քինան ու հասնին մի կետիշ տեղ ու իրանք շատ հանգիստ իննեն Ես էլ որպես ամփոփում ուզում Արթուրին վերջին հարցս տամ եթե թեկուզ էկուց Ղարաբաղը տորնով նոյց պեցվի ու այնինիկ դղ առաջինը շտեղը քինեն հինչուկ փնտրելու մտածածը կետ մասին Գիտեք ինչն է տակ այնտեղ ամեն ինչն էլ ինձ համար թանկ է Օրինակ եթե մտնեմ գյուղ այնտեղ Առաջինը, որ ես մտնել եմ իմ տունը հերթականությամբ, հետո ընդեղից գնամ մտնեմ հանգիստները, հետո ընդեղով այդ արտերով, հետո հերթով ասես են շորում գինեմ։ Բայց չկա տենց բան, որ ասեմ առաջնային ինձ համար թանկ է, ինձ համար բոլորն են թանկ, ամեն ինչն է թանկ։ Այս վերջերս մի լրագրող եկավ, հարցնում է, ասում է, ես ուրիշ ենթատեքստ պատկերացրեցի, ձեր ասածը դուք ուրիշ բան ասեցիք պատրաստում է ուրիշ բան պատասխանել։ Հարցնում եմ, եթե հնարավորություն լինի գնանք հետ դառնանք Ղարաբաղ, մի 5000 հոգի հետ դառնան, ասում եմ, հետ կդառնանք։ Այդ հարցը ինձ շատ հիմար հարց թվաց, կոպիտ պատասխանեցի։ Ասում եթե որտեղ մտածակ է 5000 Չէ, որտեղ երբ որ մարդուն հիմարի տեղ են դնում, պետք է բացատրես, որ Դա եթե մանալի հնարավորություն ուներ դուշ չէինք էլի Չէ, ինքը հա էդ էլ կա խնդիրը այնա որ ինքը պրովոկացիոն հարց է տալի ինքը չի ասում թե ինչ պայմաններով հա Եթե գնացող լինենք այդ առանց որևէ մի պայմանի հնա չէինք ելնի այնտեղից
Դու ինչի չես ասում ինչ պայմաններով։ Թուրքի լծի տակ, ռուսի կազմում, ինքնորոշված, ինչի չեն շեշտում։ Որովհետև մարդկանց տրամադրություններն են ուզում, չէ՞, ստուգեն։ Մարդկանց հոգեվիճակի հետ խաղանեն։ Իսկ սենց նորից եմ ասում, Գորիսում մնալու իմ նպատակը հենց ամպես չի, էլի։ Հիմա առաջինը շուտ։ Բերվին ես ըմքին։ Հա։ Հեզանի վապրիտոմ։ Գորիսու կապաշատ սկացալ այդ նախադասությունը եւ ես իմ տեղս հռի է այս պահին առաջինը չմինը, բայց լոխեր սպասում ենք այդ օրվան, որ այդ տորնը նորից բեցվե ու ձեր ասած հանգամանքները ավլերիվ հայկական կինանք օրիշ վեշմինը օրիշ ձերիսկի պատկերացնում էլ չի թա չէ եթե տիչի ներսկի վստահում վեր վեշմինել դուշ չկեր սպասել չպետք վեր բեցվի պես պետք է անենք վեշմի տեր տորնը ինքնուրույն բեցվում չի պետք կանենք ամելքի կապ եթե սպասենք ասես դիս պսելավ է կնանենք Վերջում Ղարաբաղի լուզվավ ամփոփին։ Շատ լավ։ Իսկ թվում է սրան լավ ամփոփում իննան չի, դռները Արտուրինը, հունցը Արտուրն ասում, ինքը իրան պեցվում չի, եկիք մեր ամեն օրյա կյանքավը, ամեն օրվա ապրածավը, այդ տորնը պատարավիլ ուժեղ ցիկտանք ու գուցե մի օր բավարար է մեր ուժը ները ու տորնը պեցվե։